Նախարարությունը շուրջ 3 տարի է ինչ շարունակում է իր գործունեությունը եւ մեզ համար չափազանց կարեւոր է շարունակել նախարարության ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհը եւ ըստ այդմ ուղի հարթել նոր հնարավորությունների եւ բավարարել այն ակնկալիքները, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նոր արդյունքներ տեսնելու, այսպես ասեմ, տրամաբանություն։ Մենք շարունակում ենք զարգացնել ներքին գործերի նախարարության կարողությունները եւ ձևավորել ներսից ամուր մշակույթ եւ ընդհանուր արժեհամակարգ ունեցող ինստիտուցիոնալ նոր կառույց, որն ունի միասնական առաջնահերթություններ եւ միասնական գործելավոճ։ Շատ կարևոր է, որ այս ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին մենք շարունակում ենք նաև ենթակա բոլոր կառույցներում մեր ունեցած բարեփոխումների օրակարգերի իրականացումը եւ առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ ներքին գործերի նախարարության համակարգի կրթական բարեփոխումներին, որովհետեւ այն համոզմունքն ունեմ, որ բոլոր բարեփոխումների, բոլոր փոփոխությունների առանցքը կրթությունն է եւ վերափոխված նոր մոտեցումներով ծառայությունների մատուցումը։ Ըստ այդմ այս տարվա ընթացքում հասցրել ենք ձևավորել ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը։ Այն իհարկե նոր շունչ եւ նոր ասելիք ունի ներքին գործերի նախարարության համակարգի կադրերի պատրաստման process-ի տեսանկյունից, որովհետեւ ճիշտ է մենք տարիներ շարունակ ունեցել ենք կրթական տարբեր հաստատություններ եւ ամենևին չենք ժխտում այն ժառանգություն, այն լավ դրական արդյունքները, որ ունեցել ենք այս կրթական հաստատությունների մատուցած ծառայությունների տեսանկյունից, բայց կարիք կա յուրաքանչյուր ժամանակին համահունչ ձևավորելու նոր մոտեցումներ եւ կրթական process-ը կազմակերպելու դրան համապատասխան։ Ըստ այդմ այս կրթահամալիրը նոր ոճով շարունակում է ներքին գործերի նախարարության համակարգի ոստիկանների, փրկարար ծառայողների, քաղաքացիական ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման process-ների կազմակերպումը եւ նաեւ ուզում եմ փաստել, որ այս բոլոր փոփոխությունները սիրելի քաղաքացիներ ի վերջո պիտի ազդեցություն ունենան հենց ձեզ վրա, որովհետեւ բարեփոխումները ոչ թե արհեստականորեն այս կամ այն լուծման իմպլեմենտացումն է, այլ այդ լուծումը այնպես մատուցելը, այնպես կյանքի կոչելը, որ դրանց արդյունքները զգաք նաեւ դուք։ Հետևաբար ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը ոչ թե կրթությունը որպես լավ ավանդույթ շարունակելն է, այլ կրթությունը կազմակերպել այնպես, որ ժամանակակից ոստիկանը, ժամանակակից փրկարար ծառայողը կամ ծառայություններ մատուցող քաղաքացիական ծառայողը կարողանա ձեզ մատուցել այն որակի ծառայություն, ինչին դուք իրապես արժանի եք։ Շարունակելով հանրային անվտանգության ոլորտի մեր բարեփոխումները, պիտի նշեմ, որ շարունակել ենք ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը։ 4 հենասյունային ուղղություններն այլևս գործարկված են։ Նոյեմբերի 1-ից գործարկվել է ոստիկանության գվարդիան, որը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման տեսանկյունից նոր, երաշխավոր եւ դերակատար է։ Եվ մեր բարեփոխումների տրամաբանական վեկտորը տանելու ենք այն ուղղությամբ, որ 4 հենասյունային ուղղությունները պիտի համախմբված կարողանան ամբողջ պոտենցիալով գործել եւ ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, սպասարկելով անվտանգային տարբեր հարցեր։ Նշեմ, որ զարգացման իր ճանապարհը շարունակել է բարեկային ծառայությունը։ Գիտեք, որ այն հենասյունային առաջին ուղղությունն է, որը ձևավորվել է ոստիկանության կառուցվածքում։ Եվ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ բարեկային ծառայությունը իր զարգացման գործընթացը շարունակում է ճիշտ ճանապարհով։ Ունենք մի շարք հանցագործություններ, որոնք բացահայտված են հենց բարեկների ներդրած ավանդի արդյունքում։ Եվ եթե նայենք ընդհանուր հանցավորության մեր պատկերը, շուրջ 11,000 հանցագործություն բացահայտվել է կամ բարեկների կողմից, կամ բարեկների մասնակցությամբ։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման տեսանկյունից եւս բարեկները մեծ ներդրում են ունեցել, բացահայտելով ապօրինի ձկնորսությանը վերաբերող մի շարք դեպքեր եւ նպաստելով էկոհամակարգի կայուն ձևավորմանը եւ պաշտպանությանը։ Պիտի նաև փաստեմ, որ բարեկային ծառայողների համար առաջին անգամ տարեկան վերապատրաստումները դարձել են պարտադիր։ Ինչու՞, որովհետև հենց ձեզանից ենք նաև ստացել այս պահանջը, քանի որ տարվա կտրվածքով բարեկները շփվելով մեր հասարակության տարբեր շերտերի հետ կարող են մի շարք թերություններ ունենալ։ Մի շարք խնդիրներ կարող են ոչ ճիշտ կարգավորված լինել։ Եվ ըստ այդմ ձեզանից ստացած հետադարձ կապով տարբեր մտահոգությունները, այո, քննադատությունները նաև մեծ հիմք են տալիս տարեկան վերապատրաստումների շրջանակներում կատարելագործել մեր բարեկների հմտությունները եւ ըստ այդմ տարվա կտրվածքով կարգաբերել այն բոլոր խնդիրները, որոնք ընթացս արձանագրել ենք միասին։ Կարևոր եմ համարում, որ մենք շարունակել ենք հենասյունային 2 ուղղություններով եւս ճիշտ աշխատանք տանել, համայնքային ոստիկանությունը շարունակել է իր աշխատանքը նոր կառուցվածքով եւ կառավարման նոր մոդելով։ Իհարկե համայնքային ոստիկանության դեպքում մի առանձնահատկություն ունենք։ Ծառայությունը պիտի շարունակի բեռնաթափվել ավելորդ ֆունկցիոնալից, որպեսզի մենք մեր համայնքի բնակիչներին կարողանանք ավելի շատ ժամանակ հատկացնել, ավելի շատ շփվել մեր համայնքի բնակիչների հետ եւ ըստ այդմ խնդիրները լուծել ավելի օպերատիվ եւ արագ։ Եվ
Պատկերացնելու համար միայն նշեմ, որ տարեկան կտրվածքով 30,000-ից ավելի ծանոթագրեր է, որ համայնքային ոստիկանները ճակերտավոր առաքել են տարբեր հասցեատերերի։ Սա նշանակում է, որ այսքան ժամանակ սիրելի բնակիչներ չի հատկացվել համայնքի հետ աշխատանքին։ Իսկ այսօր արդեն այս ժամանակահատվածը կարողանում ենք հանգիստ տրամադրել մեր համայնքի բնակիչներին եւ քննարկել տարբեր մտահոգող հարցեր։ Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ համայնքային ոստիկանության նկատմամբ վստահության նոր ցուցիչ ենք ինքներս մեզ համար արձանագրել։ Ինչպես պիտի փաստեմ, որ ընտանեկան բռնության դեպքերի շրջանակներում ավելի շատ են մեր բնակիչները սկսել ահազանգել ոչ թե տարբեր հասարակական կազմակերպությունների, ոչ թե ընտանիքի անդամներին, այլ հենց համայնքային ոստիկանին։ Սա կարևոր ցուցիչ է համայնք ոստիկան վստահության նոր մակարդակի նվաճման տեսանկյունից։ Եվ մենք հետևողականորեն շարունակելու ենք ավելի մեծ դաշտ բացել համայնքային ոստիկան քաղաքացի շփման համար։ Շարունակելով հենասյունային ուղղություններից քրեական ոստիկանության աշխատանքները, պետք է նշեմ, որ քրեական ոստիկանությունը տարբեր նեղ մասնագիտացում ունեցող ուղղությունների տեսանկյունից դրական ազդակներ ունի աշխատանքի։ Օրինակ, հանցավորության դեմ պայքարում կարևորագույն օղակ հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ունենք էական նվաճում։ 18%-ով աճել են բացահայտման ցուցանիշները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի։ Ինչու է սա կարևոր։ Ոչ թե թմրամիջոցներն են շարունակում ահագնացող տեմպեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում, այլ լատենտային համարվող այս հանցագործության բնույթը նկատի ունենալով, մենք կարողանում ենք օպերատիվ ճիշտ եւ գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել այսպիսի դեպքերը։ Եվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի կիլոգրամ թմրամիջոց են կարողացել առգրավել եւ դուրս բերել շրջանառությունից։ Վստահ եմ հետևել եք մեր աշխատանքներին եւ տեղյակ եք, որ քրեական ոստիկանության աշխատանքի տեսանկյունից մենք մեր աշխատանքները կենտրոնացրել ենք ներմուծման եւ արտադրման շղթան կոտրելու տրամաբանության վրա։ Այսինքն կենտրոնանում ենք մեծ խմբականակների վրա, որպեսզի հետագայում շատ ավելի ջանք եւ ռեսուրս չվատնենք փոքր խմբականակների հայտնաբերման ուղղությամբ։ Եվ հենց այս տրամաբանությամբ է, որ մենք կարողացել ենք 416 կիլոգրամ թմրամիջոց իրավապահ համակարգի համատեղ ջանքերի արդյունքում դուրս բերել ընդհանուր շրջանառությունից։ Իհարկե, մեր նպատակը նաև ապօրինի հանքարդյունաբերության եւ ապօրինի ձեռնարկատիրության այլ դրսևորումների բացահայտումն է եւ պետության եւ համայնքին պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնասի հասնող դեպքեր է, որ հենց քրեական ոստիկանությունը այս տարվա կտրվածքով կարողացել է բացահայտել։ Եվ այսպես շարունակ։ Բնականաբար մեր թիրախում են նաև ոստիկանության տարբեր, այսպես ասեմ, ենթաճյուղերի աշխատանքի կատարելագործման ուղղությունները եւս եւ ընթացիկ տարում մենք թիրախավորել ենք հանցավորության վիճակագրության թեման։ Շատ կարեւոր է, որ մենք ճիշտ փաստեր ունենանք, որի հիման վրա կարողանանք քաղաքականություններ մշակել։ Եվ ըստ այդմ այս տարվա կտրվածքով ձևավորելու ենք ներքին գործերի նախարարության միասնական հետազոտական գրասենյակ, որը կկարողանա փաստական տվյալներ մատակարարել ոստիկանության տարբեր ուղղությունների եւ ըստ այդմ վստահ լինենք, որ այն քաղաքականությունը, որը նախարարությունը կմշակի կառավարության անունից, ապացուցահեն է, փաստահեն է եւ իզորու է երկարաժամկետում ավելի մեծ արդյունքներ ապահովել մեր քաղաքացիների համար։ Անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման թեմային, պետք է նշեմ, որ մենք ունենք ընթացիկ մշակված ռազմավարություն, որն արդեն իմպլեմենտացման շրջանակներում է։ Աղետների ռիսկի կառավարման նոր այս ռազմավարությունը մի նպատակ ունի՝ ստեղծել դիմակայուն անվտանգ Հայաստան։ Եվ այստեղ անելիք ունենք բոլորս, թե պետական մարմինները, թե քաղաքացիները։ Եվ շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք ընթացիկ տարում մեծ ուշադրություն ենք դարձրել վարքագծային կանոնների ամրապնդմանը հասարակության շրջանում։ Մի շարք իրազեկման միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, թե ինչպիսի իրավիճակում, ինչպիսի վարքագիծ է ակնկալվում իրենցից, որպեսզի վնասը հնարավորինս նվազ լինի։ Իհարկե, արագ արձագանքման տեսանկյունից կարևոր է փրկարար ծառայության օպերատիվ եւ գրագետ արձագանքը տարբեր իրավիճակներում։ Ես մեծ ուրախությամբ պիտի փաստեմ, որ ընթացիկ տարում բավական դրական արձագանքներ ենք ստացել մեր քաղաքացիներից փրկարար ծառայության աշխատանքի տեսանկյունից։ Իհարկե, սա մեծ, այսպես ասեմ, մոտիվացիա է տալիս ավելի ամրապնդելու փրկարար ծառայության կարողությունները եւ ամրապնդելու այն լավ ավանդը, որն այս պայծրությամբ արդեն իսկ նվաճված է։ Փրկարար ծառայության կարողությունների զարգացման տեսանկյունից մշակվել եւ հանրապետության վարչապետի գլխավորությամբ կայացած քննարկման շրջանակներում հաստատվել է փրկարար ծառայության
զարգացման նոր հայեցակարգը։ Այն հիմքում ունի երկու հիմնական առանցք։ Առաջինը փրկարար ծառայողների կարողությունների զարգացումն է, այդ թվում նյութատեխնիկական հագեցվածության ամրապնդումը։ Իսկ երկրորդ ուղղությունը, որ ես արդեն իսկ նշեցի, դա հենց ձեր սիրելի քաղաքացիներ անվտանգային մշակույթի ձևավորումն ու ամրապնդումն է, որովհետև այստեղ պիտի ունենանք ձեռքսեղմում, որպեսզի կարողանանք ավելի լավ անվտանգային մշակույթ երաշխավորել աղետների ռիսկի կառավարման տեսանկյունից։ Անդրադառնալով հանրային ծառայությունների ոլորտին, պիտի նշեմ, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքներում կայուն արդյունքներ ձեռք բերելու նպատակով շարունակել ենք նախարարության ենթակայությամբ գործող միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կատարելագործման աշխատանքները։ Ընթացիկ տարում բազմաթիվ բողոքներ ենք ստացել անձնագրերի որակի, մատուցվող ծառայությունների որակի հետ կապված, բազմաթիվ հարցեր են հնչել նաև բիոմետրիկ համակարգի ի վերջո ներդրման տեսանկյունից։ Այս բոլոր մտահոգությունները, սիրելի քաղաքացիներ, շատ ողջամիտ են եւ շատ տեղին։ Հենց այս տրամաբանության մեջ է, որ մենք ընթացիկ տարում ավելի շատ ենք լծվել այս ոլորտի խնդիրները լուծելու աշխատանքին։ Բիոմետրիկ համակարգի ներդրման տեսանկյունից ես վստահեցնում եմ, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակին դուք կտեսնեք նոր որակի բիոմետրիկ փաստաթղթեր եւ կկարողանաք շատ ավելի արժանապատիվ կերպով ճամփորդել եւ ձեր կենսագործունեությունը վարել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Երկրորդ կարևոր ուղղությունը, որը թերևս ես ամենակարևորն եմ նաեւ դիտարկում Հանրապետության կտրվածքով, դա բնակչության պետական ռեգիստրի ստեղծումն է եւ գործարկումն է նոր տրամաբանությամբ։ Առաջին հայացքից բնակչության պետական ռեգիստր անվանումը մեր քաղաքացիներին կարող է թվալ հերթական պլատֆորմը, հերթական հարթակը, որի շրջանակներում այս կամ այն տեղեկատվությունը կարող է գեներացվել։ Բայց սիրելի քաղաքացիներ, այս ռեգիստրը մեր միակ եւ ճշմարիտ աղբյուրն է Հայաստանի Հանրապետության բնակչության վերաբերյալ։ Եվ տարիներ շարունակ, երբ որ ձեզ տարբեր ծառայություններ մատուցելիս ուղղորդում ենք այս կամ այն պետական մարմիններ, չնայած որ դուք շատ լավ գիտեք, որ այդ տեղեկատվությունը պետությունն արդեն իսկ ունի, մենք չենք կարողանում ի վերջո մի աղբյուրից ձեզ մատուցել այնպիսի ծառայություն, որին դուք արժանի եք։ Բայց բնակչության պետական նոր ռեգիստրը, որն առաջիկայում կգործարկվի, թույլ կտա անվերջ ուղղորդման այս ցիկլը ի վերջո կտրել եւ դուք կկարողանաք լինել ձեր տվյալների միակ տնօրինողը, մտնել համապատասխան կայք, տեսնել թե ձեր վերաբերյալ ինչպիսի տվյալներ կան կուտակված, եթե կարիք կա այդ տվյալները թարմացնելու, հայտ ներկայացնել, համապատասխան տեղեկանքներ ստանալ եւ նաեւ անվերջ տեղեկանքներ ստանալու պրակտիկան եւս վերացնել այսպիսով։ Կարևոր նվաճում է ընթացիկ տարում նաև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի հանձնումը հայկական կողմին։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող ուզում եմ վերահաստատել իմ եւ նախարարության հանձնառությունը ամենակարճ ժամկետում հասնելու վիզաների ազատականացմանը Հայաստանի Հանրապետության համար եւ ապահովելու ըստ այդմ ավելի արժանապատիվ ճամփորդության պայմաններ դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ։ Սիրելի քաղաքացիներ, իհարկե ես կարող եմ անվերջ շարունակել ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացված քայլերը, բայց այստեղ կանգ կառնեմ եւ նորից կցանկանամ վերահաստատել եւ վստահեցնել, որ մեր բոլոր փոփոխությունները միտված են հենց ձեր կյանքի որակի ավելի լավարկմանը եւ ամեն պահի, երբ որ մենք ցանկանում ենք նոր արդյունքները քննարկել կամ վերլուծել, հենց այս պրիզմայով են անցկացվում բոլոր փոփոխությունները եւ ըստ այդմ մենք կարողանում ենք վստահ լինել, որ այն ինչ որ իրականացվում է նախարարության կողմից ճիշտ է կամ որևէ տեղում շտկման կարիք ունի եւ առաջ շարժվել ըստ այդ տրամաբանության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, անցնենք